Նրան տապանում հյուրընկալել եմ Ազատազեն հասարակական կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանին, պարոն Գևորգյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխարհում չկա այնպիսի մի կառավարություն, որը իր նախընտրական ծրագիրը 100%-ով կատարի, բայց մեր կառավարությունը կատարել է իր ամենամեծ խոստումը ժողովրդի առջև տված եւ պարտավորությունը այն է, որ տարածաշրջանում եւ Հայաստանի համար բացել է խաղաղ զարգացման դարաշրջան։ Այդ հարցնում եք թե պնդում եք որ Չէ, ես վարչապետի ասածն եմ ներկայացնում եւ ըստ վարչապետ եւ ոչ միայն ըստ վարչապետի մենք տեսնում ենք հակառակորդը չի կրակում, ավելին վերացրեց իր տարածքով Հայաստանի համար բեռների փոխադրման արգելքը, հիմա էլ ուղիղ առևտուր է տեղի ունենում բենզինի ներմուծումը վկա։ Դուք ինչպես եք գնահատում խաղաղություն հաստատելու ուղղությամբ մեր պետության գործող իշխանության աշխատանքը։ Խաղաղությունը ամենապարզ զգալու ձևը քաղաքացիներին, մայրերին հարցնելն է դուք ձեզ խաղաղ զգում եք թե չէ։ Առևտուրի մասով դեռ սկսել է առը, տուրին չենք հասել, միայն վերցնում ենք ու այդ առևտուրի լուծում առաջարկվել է նաև օրինակ օկուպացված Արցախում, որ ռուսական բեռները այն ճանապարհով գան։ Նույն ձևի ոնց է հացահատիկը գալիս, տենց առաջարկ է եղել Աղդամով կա էլի փորձեր են եղել, որոնք հանրությանը հասու չեն դարել, բայց եղել են, ասենք լոգիկայի հետ լուրջ խնդիրներ պետք է լինի, որ այս վիճակը համարենք խաղաղ։ Կարա լինի տարբերակ, օրինակ, որ Գերմանիան պարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կապիտուլացվել էր, իր երկիրը ինչ-որ ձևով սնունդ մտնում էր տարբեր այլ, այդ թվում հաղթող երկրներից, բայց ինքը շարունակում էր գերիներ ունենալ, օրինակ Ռուսաստանում, չէ՞, տասնյակ տարիներ հետո ոմանք հետ եկան, մեծ մասը այնտեղ մահացան, մեր երկրում էլ լուրջ կամուրջներ կա պատրաստած գերիների ձեռքերով ճանապարհներ, դրա անունը դրվում է կապիտուլյացիա, ամեն ինչ ընկնում է տեղը։ Ճիշտ է։ Այսինքն Ռուսաստանից Գերմանիա գնում է օրինակ սնունդ, որտեվ քայքայված էր, չէ՞, պատերազմից հետո Գերմանիան միջև այնտեղի մարդկանց պահել պետք է։ Բայց քանի որ խաղաղություն չի, շարունակում է Ռուսաստանը միակողմանի գերիներ ունենալ։ Չէ՞, Գերմանիայում մի հոգի գերի չկար ռուս։ Իսկ Ռուսաստանում լիքը գերի կար։ Հիմա այս ռեբրենդինգների, բանի, մերչենդայզների դարում կարելի է շատ տանջվելուց հետո կապիտուլյացիայի անունը դնել խաղաղություն։ Բայց հենց համեմատություն է ստանում, ավելի շատ մեր իրավիճակը նման է կապիտուլյացիայի, քան թե խաղաղության։ Ուղղակի կապիտուլյացիան, որ ազնիվ ասվեր, բոլորս կիմանայինք ինչի մեջ ենք, ինչ ենք անելու։ Իսկ մենք հիմա չենք հասկանում ինչի են կատարվում ինչ-որ միակողմանի զիջումներ, օրինակ Տավուշի զիջումները, ինչի է, որ բենզին ու հացահատիկ Հայաստան ելնում է գա Ադրբեջանից, բայց գերի չի լինում գա։ Այդ խաղաղությունը խեղաթյուրաց է։ Դա կարան ուրիշ պատերազմների օրինակներով է նայեն, կամայական պատերազմը վերցնեն, որը վերջացել է մարդիկ, ինչ չլսեն, ոչ էլ վարչապետին փորձեն ինքնուրույն վերլուծել։ Արդյոք կա տարբերակ խաղաղության, որ երկու երկրների մեջ խաղաղություն է, բայց մի կողմը գերի ունի։ Բայց հենց ձեր բերած նույն օրինակը ԽՍՀՄ-ի եւ Գերմանիայի, այսինքն նախադեպ կա այդպես իրավիճակ եղել է աշխարհում։ Կապիտուլյացիա եղել է։ Այո, եւ հետո հարաբերությունները փոխվել են, ժամանակները փոխվել են։ Հիմա մեր դեպքում գուցե կարճաժամկետ, այո, նաեւ ձեր աչքերով այդպես է, բայց հետո ամեն ինչ փոխվի եւ իր տեղը ընկնի։ Դա խաղաղություն չի եղել, դա կապիտուլյացիա է եղել։ Մինչև հիմա տարածքը, որ հանրությանը հայտնի է Կալինինգրադ, եղել է Գերմանիայի Կյոնիգսբերգը ու տենց էլ չի հետ գնացել Գերմանիային։ Գերմանիան այդ կապիտուլյացիայի պատճառով տասնյակ տոկոսներ տարածքակորցրել է,
տասնամյակներ հետանգերի զարգացման մեջ ու հա յուրաքանչյուր պատերազմ ավարտվում է չպատերազմով ուղղակի դեպքեր կա իրոք հաշտություն է լինում դեպքեր կա կապիտուլյացիա է լինում այն վիճակները երբ որ միակողմանի գերիներ կան երբ որ թելադրվող միակողմանի պահանջներ կան երբ որ ինչ որ ճանապարհ կա որը մեկ Իրանն է ասում միջանց կա մեկ մեր ընդդիմադիրներն են ասում միջանց կա տենց է չի հասկացվում վերջը միջանց կա թե ճանապարհ բայց դա միակողմանի է այդ նույն նման մի հատ վիճակ չկա օրինակ Հայաստանից Իրան բանով ասենք այն երասխի մոտով կամ դեպի Ռուսաստան հեշտացված ճանապարհ որ մեզ չստուգեն այդ ավելի նման է կապիտուլյացիայի դրանից էլ ելք կա ազգեր կա որ կապիտուլացվել են հետո եկել են այդ Իրան կապիտուլացրածի հերը անիցել են Դե հենց դա հիմա մենք այս վիճակը ունենք բողոքենք չբողոքենք այս կետից ենք շարունակելու այո այդ լրիվ ուրիշ հարց է բայց երբ որ մենք այս կետի անունը սխալ ենք դնում սխալ կողմ ենք շարունակում մենք այս կետի անունը պետքա ճիշտ դնենք պետքա դնենք որ պարտվել ենք պետքա դնենք որ պարտված ղեկավարը շարունակում է մեզ առաջ տանի պետքա դնենք որ ոնց է այս ամեն ինչը մեր շուրջ կառուցվի հետ գնանք հասկանանք այդ ինչ եղավ որ ունեցանք այս ղեկավարին մինչև այդ ով էր ղեկավար ինչի համար էր հեղափոխությունը պարտվելուց հետո ոնց եղավ որ ինքը կարողացավ շարունակի հետո ավելի հետ գնանք ում պատճառով հեղափոխություն արեցինք այդ մարդիկ էին անպատիժ երբ որ այդ բոլոր հարցերի պատասխանները ճիշտ տանք կիմանանք ուր ենք շարժվում հիմա մեր մոտ ամենը լղոզած է ասենք այդ գերիների տնեցիքի համար խաղաղությունը հա այդ մարդկանց հարցնենք կասեն բայ ես տնեցիկիս եմ ուզում խաղաղություն եմ ուզում Չէ, իհարկե չէ։ Մենք մեր հետ որ ազդում Բայց չէ, պարոն Գևորգյան, ուր է ընդվզումը, ուր է դժգոհության արտահայտումը։ Ասացիք մայրերին, եթե հարցնենք, արդյոք այս իրավիճակը խաղաղություն է։ Եթե նրանք չհամարեն իրավիճակը խաղաղություն եւ գիտակցեին, որ իրականության մեջ կապիտուլյացիա է, մենք ունենանք այսպիսի հաշտվողական դիրքորոշում, հանրային հաշտվողական Մեզ բազում մեխանիզմներով Էնպես են անում, որ այդ ցասումը կոտրեն, այդ ամեն ինչը լղոզեն ու բավականին լավ իրանց մոտ ստացվում է։ Դրա պատճառով կան քաղբանտարկյալներ երկրում, այսինքն այդ անհատները խանգարել են, որ այդ ընդվզման, լղոզման գործընթացը լավ գնա։ Կան ինչ-որ խառը մեդիաներ, սկսած աստղագուշակ բանանող, պրոպագանդող, վերջացրած ինչ-որ եղածը խեղաթյուրով որ անընդհատ մարդու ուշադրությունը շեղեն, լղոզեն, որ այդ ջղայնությունը մարդկանց մոտ չառաջանա։ Հիմա էլ դրա այն ամենալայն ֆազան են բռնացրել, որ հասարակ քաղաքացին մեր երկրում կատարվածից կարա գժվի ուղղակի։ Ինչ իմաստով։ Դեք եկեղեցու շուրջ ծավալվող դեպքերի մասով։ Ասենք ես ընկերներ ունեմ, մեկը քիչ հավատավոր, մեկը շատ հավատավոր, բոլորին ոնց որ sense բռնե թափ են տալի։ Որ տեսնում են այդ տեսարանները, էլ հնարավորություն չեն ունենում երրորդ ուղղությամբ մտածելու։ Մինչդեռ դրա կարիքը կա։ Գես ոնց որ քաշում են, գցում են այս պատմության մեջ, դարձնում են կողմ։ Խնդիրը ո՞րն է կոնկրետ, եթե անդրադարձակ այդ թեմային, այս պահին այդ խնդիրները տեսնելն է, թե խնդիրներ տեսնել եւ ձայն չանել։ Դե նայեք, այդ process-ը ինչ կատարվում է եկեղեցու շուրջ պլանավորված ուրջացվել է իշխանության ձեռքով տարբերակ չկա որ այդ փաստերը նոր են հայտնի դառը իշխանությանը չէ ու դա մի process է որը բոլոր օրակարգերը փորձում է վերցնի շփրտի մի կողմ դա դարձնի միակ օրակարգը որ այս հարցը օրինակ այդ առևտուրը ոնց է կանում բենզինը գալիս է իսկ ես կարամ մի բան ուղարկեմ իրանց կամ միայն ձեր նշանակված օլիգարխները կարան այդ ամենը բերեն թե քաղաքացին կարա գրի ադրբեջանական մի հատ ընկերության հետ նրա առևտուր անի ես կարծում եմ այդ մարդուն որպես բան այդ շպիոն կձերբակալեն մինչդեռ օրինակ նույն Չինաստանին ով ցանկանում է ինչ ուզում գրում է Alibaba-ով ինչ որ մի բան ներմուծում է նույնիսկ այդ ճանապարհների կիսաբացման վիճակն է շատ անարդար ու խոճոճ Չէ, որտեվ գործարարներին պետք է հավասար պայմաններ տրվի։
Հիմա հավասար տրված է ձեր կարծիքով կամ նայողների կարծիքով, ով ուզենա կարա այդ փորձը անի։ Չէ, դա ինչ որ շոուի մասա, որին էլ զուգահեռ իրանց կից մարդիկ կարող են հարստանալ, որն էլ ծառայացնելու են վերարտադրվելու համար։ Հիմա ստացվում է, որ Թշնամի երկիրը օգնում է այս իշխանությանը վերարտադրվել իր այդ քայլերով։ Թշնամի երկիրը իրեն է օգնում, ինքը հստակ ազնվորեն ասել է իր նպատակները, կհիշեք այն ժամանակից, որ ասում էր հադրութը գրավել ենք, ինքը ճիշտ էր ասում, մերոնք խափում էին։ Հետո որ Շուշիում Ալիևը Էրդողանին ցույց տվեց Ստեփանակերտը, ասեց շուտով սա է մերը կլինի։ Ոնց որ այդ մարդիկ ինչ ասել են եղել, հիմա ասում են 300,000 գաղթականների ու բանի մասին։ Այդ իրանց Իրիվանի մի խոսքով էլի, որ այս ամբողջ մեր երկիրը իրանցն է եւ իրանք ազնվորեն ասում են թե ուր են գնալու։ Ես հավատում եմ իրանց նպատակներին, ես տեսել եմ իրանց գործելուց, մղումն եմ իրանց տեսել, ուսումնասիրել եմ, թե իրանց երեխաները ոնց են մեծանում ու այդ մղումով գնում են։ Այդ մղման մի փուլում ավելի լավ է որ բենզինը ամբողջությամբ իրանց կողմից գա, հետո որ երբ պետք կլինի օրինակ կտրվի, քարկապն գնենք։ Այդպես պրիմիտիվ ասնում եմ, էլի, ու տենց մի ազգը երբ որ ուզում է մյուսին ամբողջությամբ կլանի, միայն սպանելով չի դա անում։ Սպանելը մի փուլն է, գալիս է քայքայում, ներսից կեղեքում, ներսի ամենափդացներին հնարավորություն տալ, որ իրանց ձայնը լսելի դառնա որոշող, որ մենք մեզ համարենք, որ մենք փդած ենք, որտեվ այդ փդացները մեր որոշողներն են։ Հիմա այդ փուլն է եկել։ Հիմա կրակել պետք չի մեր վրա, ավելին որ կրակեն վնաս կլինի այդ փդացնելու գործընթացը կընդհատվի։ Դրա համար հիմա մի հատ երկար փդացման գործընթաց պետք է գնա։ Հետո էլի կգա հարվածելու գործը, որտեվ ազնիվ մեզ ասել են, հիմա ոնց որ փողոցում գնաս մեկին ասես ուզում եմ այսպես բաներ հետը տանեմ, ասի չէ դե ինքը ներվայնացած խոսում է։ 107 անգամ ասել են, չէ՞ որ էս ենք անելու, մեր վերադարձի իրավունքը ես իմ բոլոր հնարավոր ՅՈՒՆԵՍԿՕ-յա նման կառույցներով հատիկ խփում են տոլմայից սկսած եկեղեցիներով Պրծած ուզում են գողանան ալբանականացնելով։ Հիմա ինչի ենք մենք մեզ համոզում հակառակը։ Ու դա խանգարում է, գիտեք, գործելուն։ Երբ որ դու ուզում ես քո հայ եղբորը կամ քրոջը ստապության բերես, իրան մեջով այնքան են հարվածը, որ խաղաղություն է, ինքը թուլացել է։ Այդ օրինակ նույն ռազմամարզական ոլորտին խանգարում է։ Մարդուն որ բացատրում ես, որ դու պետք է համապարփակ պաշտպանության մասը ունենաս քո անհատական պաշտպանության միջոցները, իմանաս պատերազմի ժամանակ ինչ ասես, ասում եմ դու մի ձեն ես, ես այսօր 10 ձեն լսել եմ, որ խաղաղություն է, մի շեղ ինձ, դրա տեղը ես ուզում եմ հետա մի քիչ փող աշխատեմ, որ կուշտ ուտեմ, որտեվ այստեղ հաց, այստեղ կաց էլի։ Էլ չի ասում, որ այստեղ հաց, այստեղ կացը, որտեղ հաց, այնտեղ կացի, խեղաթյուրած տարբերակներ, երկուսը փդած են։ Այս մեկը լավը չի, այս մեկը վատը։ Հիմա մեզ խանգարում են իրանց այդ խաղաղության անընդհատ քարոզով ստապության բերելուն վնասում են։ Հիմա դա միտումնավոր են անում, թե վտանգները հասկանում են, բայց քանի որ դրա դեմ արդյունավետ առնելու միջոցներ չունեն, դրա համար էլ ստիպված հաշտվում են այդ օրակարգի։ Դե ես ունեմ գնահատական, որ այդ մարդկանց պատմությունը սկսել է ստով այն հեղափոխությունը կամ այն ինչ կատարվել է, որի անունը դրված է հեղափոխություն, կատարվել է լրիվ ուրիշ նպատակով, այդ սուպեր վարչապետական համակարգը փոխելու, սահմանադրությունը փոխելու, Սերժի կոստյումը հանելու ու սիրո եւ համերաշխության համար։ Արդյունքում ունենք վիճակ, որ վերջի բանը որ տեսել եմ, ինչ որ ընկերության մասով վարչապետը ասես կետա կփագեք, գնացին, փագեցին, ուզում էի հասկանալ Բելարուսիայի ոնց որ վարչապետն է թե մեր, բարձրով մերն է։ Հիմա մարդն է փոխվել, բայց վարքն ու իրականությունը չի փոխվել։ Ու ավելին մոտակա ընտրությունում մրցում է լինելու, թե ով է դառնալու այդ մարդը, ոչ թե ով է հայ ազգին տանելու ճիշտ ճանապարհով։ Մրցման կանոնները, չէ՞, հստակ գրված է հաղթողը ստանում ամեն ինչ, ընդդիմությունը դառնում է ոչինչ, որի վրա կարելի է շշեր շպրտել ու ոստիկանական պատով չթողել, երբ ուզես մտնի խորհրդարան։ Արդյունքում այն ովքեր ուզում են այդան ընդդիմություն
ուզում են ընդդիմություն աշխատեն մի քիչ, կամ մազոխիստ են ուզում են մի քիչ իրենց վրա շիշ կա, ով էլ ուզում է դառնա իշխանություն, ուզում է տիրի գործադիր, օրենսդիր, դատական, մեդիա իշխանություններին ու վարվի մեր հետնից, ոնց որ հիմա է, որտեվ այդ խաղի կանոնները փդած են ու այդ կանոններով հաղթողը մեծ հավանականությամբ հենց դրանից է դառնալու, որտեվ նույնիսկ այդ կանոնները փոխելու խոստումով է եկավ, դուրը եկավ այդ վիճակը, իսկ հիմա ոչ մի խոստում չկա փոխելու, կամ մի հատ քաղաքական ուժից լսել եք, որ գալիս ենք սիստեմը փոխենք, չէ, իրենք գալիս են լուսավոր ապագա տանելու մեզ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա, այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են, այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար։ Հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադայի ուզում, տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ինչպես անենք, որ փոխենք այդ համակարգը, հատկապես երբ որ ասում եմ ինչպես անենք հոգնակիով եմ շեշտում, այն քաղաքացիները, որոնք համաձայն չեն այս ամենի հետ։ Պետք է հենց դա ոչ թե մրցեն իրար մեջ, կամ ստեղծեն ուժ, որը ուզում է մտնի այդ համակարգին տիրելու պայքարի մեջ, այլ համակարգի փոփոխության օրակարգ պետք է գա։ Իրանց շատ ուժեղ շեղելու են, շատ ավելի կպչուն ու դաժան, երբեմն գժվելու աստիճան հասցնող օրակարգերով իր համախոհներին կողից փորձելու են գողանալ։ Չէ, դու պետք է ասես եկեղեցուն կողմես, թե դեմես։ Պետք է գաս այն դեմերին իրար հետ սխկենք կամ կողմերին։ Պետք է գաս, որ քացով այն կողմից դռանը խփում են, դու ներսից բրթես ու կդրտես։ Տեսարաններից ես սարսափում եի, որ հայերը իրար չսպանեն։ Պետք է կարողանան հենց այն
սկզբնաղբյուրը ինչից է ճակերը եկել է, կարողանան հենց այդ համակարգը փոխեն, որը թակավոր ընտրելու համակարգ է։ Կամ էլ պետքա իրար հետ արդար լինենք ու ասենք, որ մոտակա ընտրությունը թակավորի ընտրությունն է, մենք էլ ուզում ենք թակավոր ունենանք, որպեսզի թղթերով ճիշտ լինի, Եվրոմիությունից ինչ որ փողեր կա բան, դրա անունը վարչապետ ենք դրել, բայց տարբեր երկրների թակավորներ կերազեին այդ ամբողջ իշխանությունը իրենց ձեռներում ունենային, ոնց որ մեր վարչապետը։ Դե ուղիղ չեն ասում, բայց փաստացին դա են անում, պարոն Գևորգյան։ Փաստացի դա են անում, եթե մենք չենք կարողանալու բան փոխենք, մտնելու ենք այդ խաղի մեջ, ով դառնա ղեկավարը, դառնալու է թակավոր դառնալու պայքար, ու բոլորը ովքեր այդ խաղը խաղալու են, ու ոչ մեկ էլ ես չեմ հիշում, որ ասի գալու եմ առաջի գործով այդ համակարգը փոխեմ, որտեվ ես կփտեմ այլապես այդ ամբողջ վլայստը, որ ինձ տակ իշխանությունը, ուրեմն բոլորն էլ ուզում են դառնալ թակավոր։ Հենց դա է, չունենք ազնիվ Հիմա այդ համակարգի մեջ է խնդիրը, այդ համակարգը պետքա փոխվի։ Իրանց առիթ կլինի, ասում է հանդիպումներում, իրանց էլ կհարցրվի ձեր մոտիվացիան մասնակցելու որն է կամ 5-ից 10% հավաքելուց ինչ է կանելու։ Այսինքն ձեր մանկության երազանքը դեպուտատի աշխատավարձն է ու խորհրդանի ամբիոնը, որը մեկ-մեկ կարակ օգտագործեք խոսակ, մեկ-մեկ է ձեր վրա շիշ կշպրտեն։ Դա ձեր պլան մաքսիմումը։ Թե վերջի վերջո դուք էլ են սիրո համերաշխության հեղափոխության ժամանակ սերու համերաշխություն եք պատկերացնում, ոչ թե թակավոր ու դիկտատորը։ Այդ մարդիկ էլ թո իրանց հարց տանեն ուժերն է, որ հայտ են ներկայացնում մոտակա ընտրություններին, իսկ դրանք շատ մոտ են։ Իրանց հարցն են, այս ինչի մեջ ենք մասնակցում, այս ինչ տեսակի մրցումա նորմալ է, որ adekvat մարդկանց միությունը այդ կանոններով խաղա։ Ոնց եք դուք ձեզ վերահսկելու, որ չդառնաք այն, ինչ դառան այս ուժերը։ Եկեք վերադառնանք Բաքվի հետ հարաբերություններին։ Լավ, հիմա այս իրավիճակում կոնկրետ Վաշինգտոնից հետո ինչպես վարվի Հայաստանի իշխանությունը։ Այսինքն այդ առևտրային կապեր չլինի կամ եթե տարածքը բացում է բեռնափոխադրումների համար, փոխադրումներ չիրականացնի, ինչ անի։ Երբ որ դրված է ամեն դեպքում Բաքվի եւ Երևանի արչեւ տարածաշրջանի ապաշրջափակման խնդիր եւ դա դրված է ոչ թե Նիկոլ Փաշինյանի կամքն է կամ Ալիևի կամքն է, այլ գերտերությունների կամքն է եւ այս երկու պետությունները պետք է բավարարեն այս կամ այն կերպ։ Երբ որ օրինակ մեկի բարեկամին առևանգում են, հետո ձերբակալում են այդ մարդուն, առևանգողին, դատա, գերտերությունները հավաքվել են, դատում են։ Հիմա եթե այս հանցագործը առևանգվածին հետա տվե ու ներողությունը խնդրե կամ ներողությունը չի խնդրե, այս կողմը շատ բարի է, բայց էլ հետևանքներ չունի էլի իր երեխան իր կողմնաբան, կարա ինքը ասի ես այս մարդուն ներում եմ, պարտպահանջ չունեմ, բաց թողեք, այս դեպքում այս մարդուն բաց թողեն։ Կարա ասի պարտպահանջ ունեմ, երեխես հիվանդացել է, բուժման ծախս կա, այս կա այնա, դրանք տվեք նոր։ Կարա ասի ինչ էլ անես, ես ամբողջ կյանքս հիշելու եմ, որտեղ երեխես կակազում է ու չի անցնի ու դու իմ թշնամին ես Հավիտյան։ Այդ էս ուժողի որոշումն է։ Բայց անհնար է իր բարեկամը դեռ էս հանցագործի մոտ լինի, պահած լինի, բայց չասի տեղը ու ինքը հաշտության գնա։ Կան գծեր, որ երբ որ այդ գծերի վրայով անցնում ես, քո դիրքի կանգնած զինվորի ուղեղը կախում է։ Ինքը չի հասկանում, ինչպես է, որ այս կողմ, եթե այդպես գերի ես ընկնում, բայց այս կողմից գնացքներ են գալի։ Չի հասկանում արժի պաշտպանի, չի չարժի պաշտպանի, հանուն ինչի է այդտեղ կանգնած, եթե խաղաղությունը խի եմ ես այդտեղ կանգնած։ Չեն սպանում իրար, բայց մեկ-մեկ կրակում են, ճիշտ է։ Ինչի են կրակում, եթե այս թևով ինչ որ իմ տեսակի հայեր առևտուր են անում, խեմ ես ըստ սրանց վրա կրակում։ Որ մեկս է սխալ։ Ու վճռական պահին, երբ որ պետք է լինելու պաշտպանի, չի հասկանալու ինչը պաշտպանի։ Կամ ասենք գերիների բարեկամները հաստատ մեջները գործարարներ կլինի։ Իրանք էլ են ուզում գործարարություն անեն։ Ոնց Ադրբեջանի հետ գործարարություն անեն։ Չէ՞ կախում ուղեղները։ Մի հատ կետ է գալու, եթե sense ծաղկի հարաբերությունները, նաև գնալու են գան, չէ՞։ Չգնան առնեն հետ կանեմ, մենք տարբեր երկրներ գնում ենք առնելու համար, տեղում ապրանքը տենանք լավն է, թե չէ փորձենք։ Հիմա գնա ձեռի հետ է բարեկամներին տենա բանտում նոր հետ կա։
անսամթ է ստացվում, էլի շատ ծուռ է ստացվում։ Հենց դա եմ ասում, նկարագրածը շատ հասկանալի է։ Կարելի է վճռական լինել, ասել ես գծից հետո չի ստացվելու։ Չի Ասել, ստացվելու։ քանի դեռ գերիներ կան, Հա, քանի օրինակ։ դեռ մեր տարածքները օկուպացված են, մենք ոչ մի Քանի դեռ գերի կա, փոխադրում չենք ցանկանում կամ չենք պատրաստվում։ այդ փոխադրումը Ընդունել։ վնասում է ներքին փդատություն է առաջացնում։ Հիմա բենզինի վրա բոլորը կենտրոնացել են, չէ՞։ Թուրքիայի մասով, բայց չեն կենտրոնանում։ Փամփուշտից բռնած Թուրքիայից գալիս է։ Շորերով, բանով, Այո։ ոչ մի կոնֆլիկտ չկա, չէ՞։ Որովհետև գոնե այն բազային անարդարությունները այդ պահի էլի, ասենք հերիքա մի հատ քաղաքացի հետ անդը գողանան պահեն, բոլորը կհիշեն, որ վայ, այս ապրանքը թուրքական էր, չէ, պայքար կառաջանա, որովհետև այդ օրվա անարդարություն կա։ Հիմա ադրբեջանցիների այդ օրվա անարդարություն կա ու քաղաքացին, որ միտեղ իրան սահմանել են պաշտպանի մեզ ադրբեջանցուց, մոտը դիրքում նստած հարցը առաջանում, ախր ես ում եմ պաշտպանում, եթե իմ մյուս աղբերը հետը ընտիր հարաբերություններով է։ Կելի կարանք մարդու վրա գանք, որ մարդիկ հեշտ պատկերացնեն, ասենք ոնց կարամ ես ընկերություն անեմ այս իմ մեր վնաս տվող կողմի հետ, երբ որ այն մյուս աղբերս մոտները գերի է։ Ես ոնց գործանեմ, երբ որ այն երրորդ աղբոր դիմաց է, իմ երրորդ աղբերն է կանգնած, տները պաշտպանում են իրարից, որ էլի չմտնեն։ Չի բռնում, կամ այո է, կամ ոչ է։ Կամ ասում եմ, հիմա որ մեզ շեղած չլինեին այդ տարբեր պայքարներով, կլիներ քննարկումներ, որ ով կարող է գործարարություն անել Ադրբեջանի հետ, չէ՞։ Գոնե դրա հավասար պայմանները ապահովել եք։ Սենց հարցեր կլներ, բայց այդ հարցերին չես է կարա հասնես, որտեվ абսուրդ է երկու թևով տարբեր ձևի շփվել է, էլի։ Բայց ամեն դեպքում իմ հարցը ավելի մեծ համատեքստում էր։ Մենք ինչպես վարվենք, մենք առաջին հերթին հիմա ըստ էության, երբ խաղաղության կամ այդ տարածաշրջանի ապաշրջափակման հարցը դնում են, մենք պատասխան պետք է տանք դնողին, որը հաստատ Ադրբեջանը չի, ավելի գերտերություն է, ԱՄՆ-ն է կոնկրետ դեպքում։ Հիմա մենք ԱՄՆ-ին ինչ պատասխան պետք է տանք։ Պահանջներ պետք է դնենք, ասենք այս կետերը չեղավ, չենք համաձայնվում։ Ունես չի, չէ, ինչ ասեն անելու ենք, որ ասեն մի հատ մարզ տվեք Ադրբեջանին, չենք տալու, չէ։ Չգիտեմ։ Հա, սենց որ նայում եմ հիմա, ասում եմ ես է չգիտեմ, բայց ես չեմ համաձայնվելու։ Պետք է մենք մեր շահերը սպասարկենք ու այդ շահերը կարանք սպասարկենք, երբ որ մենք այդ քաշն ունենք։ Միաժամանակ անընդհատ ձգտենք այդ քաշի հավաքմանը։ Նույն այն համապարփակ պաշտպանության կոնցեպտը, որ կա, որ հա քարոզում ենք ու այնտեղ տենց է դրածա, պետքա ձգտենք դրան։ Պետքա այնպես անենք, որ 26 թվականին ինքնուրույն երկիրը պաշտպանելու կարողություն ունեցող մարդիկ շատանան, որ մարդիկ ովքեր գիտեն, եթե ռազմական դրություն եղավ, ինչ են անելու, շատանան, որ օրինակ լինի քաղաքացու ատեստացիա, ոչ թե զինվորականի, այսինքն զինվորականին էլ լինի, բայց նաև լինի քաղաքացու, որտեղ հիմա ես էլ, որ ամբողջ օրը մարզվում եմ մոբ ռեսուրս եմ, կամայական մեկն էլ, որ վերջի անգամ ես իմ երբ ես իմ ուրա եղեմ, մոբ ռեսուրսը, երկուսս է առողջ ենք, վերջ։ Լղոզացա, մենք մեզ պետք է ուժեղացնենք, որ մեր դրած պահանջները ծիծաղելի չլինեն։ Մինչդեռ 5 տարում գոնե ես այդ չեմ Այսինքն տեսել։ մարդկանց պատրաստվածությամբ է չափելու մեր ուժեղության աստիճանը, թե մեր ռազմական ներուժով, մեր ձեռք բերած զենքերով, զինտեխնիկայով, որի մասին Պաշտպանության նախարարությունն ասում է, որ զինվում ենք եւ եթե համեմատենք նախորդ տարիների, նախորդ իշխանությունների օրոք, Մարդկանց պատասխանատվությունը այդ ներուժի մի մասն է, ինչի հետ ես ուղիղ կապ ունեմ ու գիտեմ, որ այդտեղ լուրջ խնդիր կա։ Զինվելու մասով էքսպերտ չեմ ունեմ իմ կարծիքը, որը էլի շատ ուրախացնող չի, բայց այդ թևին չեմ խոսա։ Ես գիտեմ, որ յուրաքանչյուր զինատեսակ պահանջում է իր կիրառողը, մեկի կիրառողի փոխարինողները։ Ոնց որ օրինակ Ռուսաստանում, Ուկրաինայում երկու երկիրն է մի ամբողջ բանակի չափ մարտակորցերը զոհված կամ վիրավոր։ Այսինքն կարելի է համարել, ընդ բոլորը արդեն մոբիլիզացիոն ռեսուրսն է, պատերազմում բանակները բարձել են։ Հիմա դա ես տեսնում եմ խնդիրը, անկախ ինչ տեխնիկա ունենք կիրառելու, եթե նրա կիրառողին մի բան եղավ, այլ ընտրանք չկա, այդ տեխնիկան հանձնվելու է, ոնց որ եղել է դեպքեր, որ հանձնվել է։ Հիմա մենք պետք է ձգտենք ուժեղանանք, մենք պետք է ստեղծենք այնպես մեթոդներ, որ
կարողանանք իրար հետ համերաշխավորել, որտեղ ուրիշ հայեր չունենք, մենք մեր մեջի ընտրության կանոնը պետքա փոխենք, որ թակավոր չընտրենք ու լինի իշխանությունների փոխսսման երկիր, ոնց որ եվրոպական բազում երկրներ, չլինի որ մի մարդ ունի իշխանություն, գործադիրի, օրենսդիրի, դատականի ու մեդիա իշխանությունների վրա։ Հիմա լավ, եկեղեցի չասենք, հոգևորականություն, իշխանություն արճակատում, որը ինչպես տեսնում եմ եւ հասկանում եմ, ձեզ անձնապես խորը ցավ է պատճառում։ Հիմա ասում եք շեղելու համար է, հասարակության ուշադրությունը շեղելու համար է։ Հիմա հանրությունը այս հարցում ինչպես դիրքավոր, մասնակից չդառնա ոչ այս կողմից, ոչ այն կողմից, չհետաքրքրի նրան այդ եկեղեցականների, հոգևորականների խնդիրները, որոնք կան, թղթեր են հրապարակվում, տեսանյութեր են հրապարակվում, ամեն դեպքում դրանք խնդրահարույց են։ Հիմա ինչպես էմոցիոնալ առումով հասուն գտնվել եւ չտրվել այդ օրակարգերին։ Ցավոք սրտի դժվար է լինելու անմասն մնալ մանավանդ հավատավոր մարդկանց, որովհետեւ դուք անվանում եք հոգևորականության այդ բախում, ես դա տենում եմ եկեղեցու այդ բախում, օրինակ, ու շատերն են այդպես տենում, բայց կարող են մարդիկ այդ օրինակների իրանց վրա պատկերացնել, որ վիճակը հստակ հասկանան։ Ենթադրենք հիմա չենք խոսում եկեղեցու մասին, իշխանության մասին, դեպքերի մասին ենք խոսում, որ կարողանանք հանգիստ խոսալ, որտեվ ես չեմ ուզենա կաթողիկոսին մեկնաբանեմ, սրբազան չեմ ուզենա դա անեմ, բայց դեպքերից կուզեմ խոսամ։ Ենթադրենք կա ինչ որ պատմություններ մեր ընկերության մի հատ աշխատակցի մասով, որը այդ աշխատակցին վերջնականապես վարկաբեկում է ու հենց բոլորը իմացան ինքը պետք է դուրս գա։ Ենթադրենք ես այդ ընկերության ղեկավարն եմ ու այդ ինֆորմացիան ինձ հասու է դառնում։ Ես ինչեր կարամ անեմ։ Եթե ես այդ ընկերությունը սիրում եմ, ես այդ նշանակովի կտոր փախցնող ղեկավար չեմ, դա ուղնուցուցով իմն է, առաջին օրից պետքա դա կանխեմ, ճիշտ է, որտեղ ոնց որ թարախակալ է լավ, դի թարախը կդրենք անենք։ Եթե ես ուզում եմ դա ղեկավարել հմուտ ձևով ավելի երկար մնալ, մաքսիմալ քերել, մինչև կհանեն գործից կամ մի բան կլինի, ես դա տեսնում եմ հնարավորություն։ Այս վարկաբեկվածին ում վրա կոմպրոմատ կա, սարքում եմ իմ գերին, ծառայացնում եմ ինձ ինչքան կարող եմ ու ինձ հարմար պահինել կամ ծառայելուց հրաժարվելուց հետո էլ այդ կոմպրոմատը բացում եմ։ Պատկերացրիք, այսինքն ես դա չեմ անում հենց իմացա ընդհանուր բոլորի շահի համար, օրինակ ես ազատազեն եմ տենց կանեի ու արել եմ էլ, երբ որ անարդարությունը կա, արագ պետք է հանրայնացվի, լուծումը տրվի։ Իսկ երբ որ դու 7 տարի թեմայի մեջ ես ու հաստատ այսօր այդ ամեն ինչը չիմացար, այսօր հայնանացնելը առաջինը իմ մոտ տրամաբանական հարց առաջանում ու մարդկանց մոտ կուզեի դա առաջանալ, ես այսօր դա հիշեմ։ Ուրեմն այսօր դա պետք է, ուրեմն պետք է որ լինի վիճակ, որ իմ ընկերները տեսնեն այդ դռան կողքի պայքարը գժվեն, որ ուրիշ բանից չկարանան խոսան, որտեվ չգիտես խի հենց այդ օրերին ինչ որ բենզիններ են գալի, ինչ որ բաներ են կնդե պայմանավորվում մնա տողատակերում։ Այստեղ մեզ գցում են, ենթադրենք էլ, եթե ամեն ինչ ասում է ճիշտ է, այսօրվա դրա ջրիերես անելը մեզ գցելու համար է։ Մեզ էլի վատագույն ընտրության մեջ գցելու համար է, որ տենանք ու մենք ընտրում թակավոր, որ էլի մեզ իշխի, ասի այն խանութը իմ աշխատողի հետ վատավարվե, կդրտեք դրան։ Վաղը կարողա ձեր մոտ խոսալու համար նույնը իմ հետ անեմ, ոչ մի լծակ չկա դեմը առնելու։ Ուղղակի ովքեր է գալիս են մի քիչ սրտանց են ձեր մոտ խոսում, սենց ասած սմերտնիկներ են էլի։ Չէ, ոչ մի լծակ չկա, որ դու խնդիր չես ունենա ու այն բոլոր ձևերն է խախտվել, ժամանակին մի քանի ձևեր խախտվել, հիմա բոլորը էլ դատարանում ինֆարկտից մահացած քաղբանտարկյալ ունենք, էլ բաժեսներում ծեծված կամ ծեծվելու փորձ արած հակադարձ հարված ստացած ակտիվիստներ ունենք, ես իմ, ասենք ինձ որ ձերբակալում էին ապօրինի զենքի համար 3 օր էր տևում, հիմա մարդկա մի 6 ամիս տենց հավեսի համար նստած է էլի, կամ նույն քաղբանտարկյալների բոլորին որպես տերորիստ բռնել են, կեսը գրավով դուսնեն։ Մի հատ երկիր ասեք աշխարհում, որտեղ տերորիզմի կասկածող մարդը գրավով դուսնա։ Էդի այն որ ասում եմ, եթերային չի, բայց կայֆավատ են լինում հանրության վրա, չի կարա տես բան լինի, որ
Տերորիստիկ հասկացանքով մարդը Գրավով գրավով տուն ընկերներդ էլ նստած են, ասենք լավագույն բանը որ կարան անեն գրավով դուրս եկած տերորիստները, տերակտով իրանց ընկերներին ազատելն է, չէ՞։ Խնդալու է, ես հենց ձերբակալման հաջորդ օրն եմ գրել, թե ոնց է սցենարը ելնելու, եւս 2 ամսից էլի են մարդիկ բաց տողել։ Ու այդ մարդիկի քաղբանտարկյալ են իզուր տանջողներ։ Եկեք տարին ամփոփենք ամեն դեպքում, պարոն Գևորգյան, ինչ ձեռքբերումներ կան, որոնք կարող եք նշել, որոնք կարող են մեզ ուրախացնել։ Որ ողջ ենք ձեռքբերումը, բայց դա էլ հարց, ողջ ենք թե կենթանի ենք։ Շատ բան չկա ձեռքբերելու։ Կարանք մեր մանր արածներից հպարտանանք, իրականում են բոլոր հանրային գործունեությունները կամ բաները, որ Հայաստանը ուժեղացնում է, մեկը ես անում եմ հենց սրտի հանգստության համար, դա ես վստահ եմ, որ ոնց որ դրանով չի, որ ամեն ինչ փոխվելու է, բայց դա անում եմ, որ մարդ մնամ, որ առավոտը զարթնեմ գնամ գործի մի լավ բան անեմ, առաջանա, այդքանով եզրափակում է, դրանից նույնիսկ շատ խոսել այսօր չեմ ցանկանում։ Մարդիկ պետք է իմանան, որ ոնց որ մեծ հարցերը որոշվում են երկրի մասշտաբով, նույն համապարփակ պաշտպանության համակարգը բոլոր երկրներում, որտեղ ընդունված է, պետականորեն է ընդունված, տենց ընկերներով, հկներով դա չի լինում անել։ Մաքսիմումը դա սիրուն ցույց տալն է, ավելի սիրուն քան թե մեր կառույցներն են ցույց տվել, շատ քիչ տեղեր է եղել։ Մեկ էլ Իսրայելում ա եղել երկիրը կառուցելուց մի քանի տեղ։ Թող շարունակեն մյուս տարի էլ մարդիկ այն ինչը իրանց ապրացնում է ու հույս է տալի, որ մի օր լավ Հայաստանում դա կիրառելի կլինի, էլ ավելի մեծ թափով անեն, մենք էլ ենք դա անելու։ Բայց միաժամանակ կարողանան այս փդած իրավիճակին կողքից նայեն ու մյուս տարին կարևոր տարի է լինելու, էլի վատի ու վատագույնի ընտրության մեջ գերի չընկնենք, որովհետև այդ գինը էլի արունով հողերով ենք վճարելու, ոնց որ անընդհատ ելնում է։ Շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Ազատ Ազեն հասարակական կազմակերպության համահիմնադիր Իշխան Գևորգյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։